Բազմաթիվ են խնդիրները պետաիրավական եւ անվտանգային ոլորտներում, ես եթե վերջում ցանկություն մնա իհարկե ելույթով առանձին կանրադառնամ, մակրոտնտեսական գործընթաց եք նկարագրում ու այնպես եք նկարագրում, որ այդ խնդիրները կարծես թե մեր ժողովրդի հետ չեն պատահել, կոնկրետ մի հատ ոլորտի եմ ուզում անդրադառնամ, ստանդարտացում Նախ 8 տարիների ընթացքում դուք անընդհատ թմկահարել եք որակի ստանդարտացում, համապատասխանության, գնահատում եւ այլն, բայց այսօր մեր տնտեսվարողները մտնելով վարկային ծանր բեռի տակ, հասցնելով իրենց ապրանքը գործընկեր երկրների սահմաններին, հայտնվում են մի իրավիճակում, երբ մեր միտքն ու բանջարեղենը կամայականորեն տարբեր երկրների կենտրոնների կողմից համապատասխանության ստուգում անցնելուց հետո ասում են, որ չի համապատասխանում ապրանքը։ Այս տարիների ընթացքում չի ստեղծվել գետ 1 իմ պատկերացմամբ, գետ 1 մարմին, որը կստուգեր մեր ապրանքների համապատասխանելիությունը, էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործում են հավատարմագրման 15-ից 20 լաբորատորիաներ, որոնք չեմ հասկանում ինչ գործառույթ են իրականացնում։ Իմ հարցը հետևյալն է. Եթե կա այդպիսի լաբորատորիա, խնդրում եմ նշել հստակ անունը, եթե չկան, միթե այս տարիների ընթացքում չի եղել դրա անհրաժեշտությունը կամ ինչու չի եղել դրա անհրաժեշտությունը ստեղծել այդ համապատասխանությունը, ապրանքի համապատասխանությունը ստուգող լաբորատորիա։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ ասեմ, որ ունիվերսալ լաբորատորիա չկա, որը ամեն ինչի համապատասխանելիությունը ստուգում է, այսինքն որովհետև ամեն ապրանքախումբ, արտադրատեսակ, այսինքն ապրանքախմբերը ունեն իրենց առանձին լաբորատորիաները, եւ մենք վերջին տարիներին շատ էական ներդրումներ ենք արել այդ ոլորտում, որպեսզի այդ կարողությունները զարգացնենք։ Բայց մյուս կողմից նաեւ ես դրա մասին բազմիցս եմ ասել, ամեն անգամ, երբ որ մենք խնդիրը դրել ենք, որ մենք ինքներս պետք է այդ հարցը լուծենք, բնականաբար ամենատարբեր խնդիրներ են առաջացել։ Ներառյալ հիմա այդ թվում, որ ասում ենք, նույն կոնյակ, թե ոչ կոնյակ, խնդրի հետ կապված իրավիճակ։ Հիմա ասենք, լաբորատորիայի հետ կապ չունեցող բան է դա։ Մենք պետք է որոշում կայացնենք։ Ինչ լաբորատորիա, չկա աշխարհում մի լաբորատորիա, որը մեր մոտ արտադրած խմիչքը 10 անալիզի ինքը ասի դա կոնյակ է, որովհետև կոնյակ նշանակում է Ֆրանսիայի համապատասխան տարածքում աճեցված խաղողից ստացված խմիչք։ Հիմա շատ լավ բարձրացնում եք, եկեք որոշենք, մենք այդ բառից պետք է հրաժարվենք, թե չպետք է հրաժարվենք։ Հա, ընդ որում սեպայով սահմանված մեզնից առաջ այսպիսի հարցեր կան, բայց երբ որ ես կառավարության նիստում դրա մասին խոսում եմ, մեր հարգելի ընդդիմադիր շրջանակները շատ հեշտությամբ օգտագործում են ասելու համար, այ հերթական մեր ազգային արժեքից ուզում են հրաժարվեն։ Դե ոնց է կոնյակը մեր ազգային արժեք, ես այդ լավ չեմ հասկանում։ Շատ լավ եկեք, դա լաբորատորիայի խնդիր չի, տեսեք, ծախս անելու, տեխնիկա ձեռք բերելու։ Անհրաժեշտություն ընդհանրապես չկա, քաղաքական որոշման հարց է։ Եկեք կոնսենսուս ձևավորենք, բերենք օրենքի նախագիծը, դուք էլ ստանձնեք, որ կողմ կքվեարկեք, եւ մենք ասենք, որ մենք այդ բառը արգելվում է այդ բառը օգտագործել։ Եվ դրանով մենք ստանդարտիզացման շատ կարևոր խնդիր կլուծենք։ Ընդ որում մենակ սրանով չի հարցը լուծվում։ Մենք պետք է որոշենք, ասում ենք, որ բանի այդ խմիչքը միայն կաղնու տակառի մեջ օգտագործված խմիչք, այստեղ լաբորատորիայի խնդիր չկա, մինչև լաբորատորիան, որովհետև այդ խմիչքի մի զգալի հատվածը Հայաստանում արտադրվում է մետաղե տարաների մեջ, նրանց մեզ դասավորելով բաներ, տախտակ չի, վերջը փայտեր։ Մենք սա ընդունում ենք, թե չենք ընդունում։ Այսինքն այսպիսի հարցեր կան, որոնց հետ պետք է առնչվենք։ Սա շղթայաբար գալիս առնչվում է խաղողի մթերման պրոբլեմատիկայի հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում, որ մենք պետք է ի վերջո կամք ունենանք եւ արձանագրենք, որ բացի խաղողի սպիրտից ուրիշ որևէ սպիրտի կիրառումը ուղղակի արգելվում է, չի կարելի։ Մենք էս անում ենք։ Արձագանք։
Պարոն վարչապետ, խմիչքների ստանդարտացումը կատարվում է այլ առանձին ստանդարտներով։ Իսկ միրգ բանջարեղենը լրիվ այլ ստանդարտներով։ Հարցս վերաբերվում էր հեն միրգ բանջարեղենի համապատասխանելիության ստուգման լաբորատորիաներին։ Բայց այդ առանձին կանրադառնամ, դուք տարաք կոնյակի դաշտ, հետևյալ հարցը, ներկայիս 26-ից 31 ծրագրում դուք ասել եք, որ պիտի ԵԱՏՄ եւ ԵՄ ստանդարտների ներդաշնակեցում անեք։ Ինչ մեխանիզմներով եք պատկերացնում իրարից շատ խորքային տարբերություն ունեցող այս երկու ստանդարտների այս հարմոնիզացիան եւ արդյոք կենտրոնների կարգավորող կենտրոնների կողմից այդ հարմոնիզացիան պիտի լինի ընդունելի։ Ինչպես եք պատկերացնում, որ դա պիտի լինի ընդունելի ու ինչ մեխանիզմով եք հարմոնիզացիան իրականացնելու։ Գիտեք, իրականում իրադրությունը հետևյալն է։ Այնպես չի, որ Եվրոպական միությունը սահմանում է, որ բանը ենթադրենք առողջության համար վտանգավոր լոլիկը կարելի է, իսկ ԵԱՏՄ-ն սահմանում է, որ առողջության համար վտանգավոր լոլիկը չի կարելի։ Այսինքն իրականում այդ ստանդարտները իրար հակասող չեն։ Կան ստանդարտներ, որոնք ավելի խիստ են Եվրոպական միությունում, պակաս խիստ են Եվրասիական միությունում։ Կան ստանդարտներ, որոնք ավելի խիստ են, այսինքն ստեղ ախնդ, այսինքն երկուսի վեկտորն էլ նույնն է։ Ես ձեզ ավելին ասեմ, օրինակ Հայաստանում եւ մենք այս խնդրի հետ առնչվեցինք Ամուսարի ծրագիրը բանանելու ժամանակ, քննարկելու ժամանակ։ Կան բնապահպանական ստանդարտներ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ավելի խիստ են, քան համաշխարհային բնապահպանական ամենաառաջադեմ երկրներում։ Նկատի ունեմ, այդտեղ իրականում բովանդակային անհամատեղելիություն չկա, այդտեղ սանդղակների հարց է եւ կարելի է շեմեր սահմանել այնպիսի, որ համ Եվրասիական տնտեսական միության համար լինի ընդունելի, համ ԵՄ-ի։ Կոնֆլիկտը ընդհանրապես չկա։